Ասում են մենք թոշակները բարձրացրել ենք 22%-ով, 7 տարում 22%-ով բարձրացրել են։ Պատգամավորը թվեր է բերում, որ երբ Ռոբերտ Քոչարյանը եկել է իշխանության, միջին թոշակը եղել է 4225 դրամ։ Նա 10 տարում դարձրել է 22500 դրամ, այսինքն աճել է 500%-ով։ Նիկոլ Փաշինյանը 40000 դրամից դարձել է 49000 դրամ, այսինքն բարձրացրել է ընդամենը 22%-ով։ Քոչարյանը 10 տարում բարձրացրել է 500%-ով, Նիկոլը 7 տարում 22%-ով։ Որպեսզի դուք հասնեք երկրորդ նախագահի ցուցանիշներին, պետք է միջին թոշակը դարձնեք առնվազն 110000 դրամ։ Այսօր կրկնում եմ 49000 դրամ է։ Հիմա այդ ոնց է լինում, որ այն ժամանակ, երբ երկիրը նոր էր զարգանում, ենթակառուցվածքներ էին ստեղծում, աղետի գոտի էին վերականգնում, ինստիտուտներ ներդնում, հնարավոր էր լինում 500%-ով բարձրացնել։ Բայց դուք առանց դրածի վրա եկել եք ու հնարավոր չէ։ Ինչպես է լինում, որ երկրորդ նախագահը 10 տարում ընդամենը $700 միլիոն պարտք է վերցնում, բայց թոշակը բարձրանում է 500%-ով։ ՔՊ-ն 7 տարում $7 միլիարդ ավելացնում է պետական պարտքը, թոշակը բարձրանում է ընդամենը 22%-ով։ Ռոբերտ Քոչարյանը 500%-ով թոշակ է բարձրացրել, բայց ոչ թե պարենային ապրանքներն մի քանի անգամ թանկացել են, այլ եղել է չնչին թանկացում։